Այսօր ավագ երկուշաբթի է և հավատացյալ աշխարհը մտել է ավագ շաբաթվա խորախորհուրդ օրերի մեջ։ Այս շրջանը քրիստոնեական եկեղեցու կարևորագույն փուլերից է, երբ ամեն օրը կրում է իր յուրահատուկ խորհուրդն ու նշանակությունը, հիշեցնելով Հիսուս Քրիստոսի երկնային կյանքի վերջին օրերի մասին։ Թեմայի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստացանք Նինոց հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանից։ Այսօր ավագ երկուշաբթի է և գիտենք ավագ շաբաթ ենք մտել արդեն և ամեն օր ունի իր խորհուրդը, բայց քանի որ եկեղեցիները 9 եկեղեցի են և մեկ օրում հնարավոր չէ այդ ամեն ինչը կատարել և կատարում ենք երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի։ Այս հինգշաբթի արարողությունը անում ենք այդ օրերը, այսինքն կարակորտնեկ և ոտնլվայի արարողությունը։ Վաղը երեքշաբթի է և բաժանել ենք 3 օրերի մեջ և երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի արարողություն պիտի կատարենք։ Վաղը երեքշաբթի է և մի մասը, որ պիտի կատարենք 4 գյուղ, այդ կարակորտնեկի և ոտնլվայի արարողությունը, կսկսենք 2:30-ից փոքր արագյալ, հետո 3-ին մեծ արագյալում կանենք ոտնլվայի և կարակորտնեկի արարողությունը, 3:30 Սատխայի եկեղեցում կանենք և 4-ին այդ արարողությունը կանենք փոքր Խանչալի։ Իսկ հաջորդ օրը, չորեքշաբթի օրը Ջիգրաշենը կանենք 2:30, 3-ին Մամզարայում կանենք, 4-ին 3:30 կանենք մեծ գոնդուրա, 4-ին փոքր գոնդուրա։ Սա էլ կանենք չորեքշաբթի օրը։ Իսկ ավագ հինգշաբթի արդեն ինքը ամբողջ տոնի խորհուրդը կկատարենք ավագ հինգշաբթի օրը։ Ավագ հինգշաբթի պատարագը կսկսենք 10:30 առավոտյան, քանի որ պատարագի խորհրդի հաստատումն էր, ցերեկը ժամը 3-ին կկատարենք կարակորտնեկի ոտնլվայի արարողությունը և երեկոյան ժամը 7-ին կկատարվենք խավարման արարողությունը։ Սա որպեսզի մեր ժողովուրդը տեղյակ լինի և իրենց մասնակցությունը բերի։ Այս գյուղերում, որ կատարում ենք, միայն կարակ օրտնելու և ոտնլվայի արարողությունն է, որովհետև ինքը ավագ հինգշաբթիի խորհուրդն ունի, քանի որ մեկ օրում հնարավոր չէ մեկ քանավ այդ ամբողջ բոլոր գյուղերում և կատարել դա, դրա համար ստիպված ենք այդ օրերի մեջ բաժանել։ Սա որպեսզի տեղյակ լինենք, իսկ ավագ ուրբաթ խաչելնության և թաղման կարգ ունենք, ավագ շաբաթ ջրաքալուցի պատարագ ունենք և կիրակի զատկական պատարագ և երկուշաբթի էլ ննջեցյանների հոգեհանգստյան կարգ։ Բայց դուք իմացեք այս երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերի մասին, որ տեղյակ լինենք, իսկ հետո մնացած հայտարարությունը կանենք նրանից հետո, որը որ ժամին կանենք։ Շնորհակալություն։